Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի այսօրվա իրականության մեջ մենք հաճախակի տեսնում ենք, որ հանրային բարձր վարկանիշ հեղինակություն ունեցող մարդիկ հանկարծ մեկ էլ տեսար հայտնվում են Նիկոլ Փաշինյանի թակարդում, հանկարծ գնում են, ձեռք սեղմում են անում այդ մարդու հետ, ժպտում են գեղեցիկ, տեսակ օրեր առաջ ինչպիսի հեղինակավոր եպիսկոպոսներ, հոգևորականներ, տարբեր մշակույթի, սպորտի, հանրային տարբեր ոլորտների մարդիկ, որոնք թվում է թե մեծ հայրենասերներ են եւ իրենց գործունեության մեջ մշտապես դեմ են արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, հանկարծ մեկ էլ դառնում են Նիկոլ Փաշինյանի զոհը, այսպես ասենք։ Այս ամենը ինձ հիշեցնում է հունական դիցաբանության մեջ մի հայտնի դրվագ Մեդուզա Գորգոնա, երևի գիտեք, սա մի հրեշ աղջիկ է, ում աչքերից ճառագող լույսը քարացնում է մարդկանց, իսկ նրա մազերի փոխարեն օձեր են, եւ այն մարդը, ով նայում է այս հրեշ Գորգոնայի աչքերի մեջ, նա անմիջապես քարանում է, եւ բոլորը հունական դիցաբանության մեջ բոլորը կարևորում են այն անհրաժեշտությունը, որ երբեք չպետք է նայել այս Մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, որովհետև եթե նայում ես այդ աչքերի մեջ, քարանում ես։ Հիմա մեր իրականությունն է, պետք չի, սիրելի հայրենակիցներ, պետք չի սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որովհետև հենց սեղմեցիք Նիկոլ Փաշինյանի ձեռքը, դուք անմիջապես կեղտոտվում եք, դուք անմիջապես վարկաբեկվում եք, ինչքան ուզում է մեծ հեղինակություն ունենաք, ինչքան ուզում է սիրված լինեք ժողովրդի կողմից, կարևոր մեծ կյանքի ճանապարհ անցած լինեք, հենց գնացիք Նիկոլ Փաշինյանի մոտ եւ սեղմեցիք նրա ձեռքը, դուք կկորցնեք ձեր տարիների վաստակը։ Մեդուզա Գորգոնայի նման նա ուղղակի կոչնչացնի ձեր կենսագրությունը, ձեզ կոչնչացնի։ Հետևաբար, ինչպես հունական դիցաբանության մեջ մարդիկ ուղղակի չէին նայում Մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, ոչ մի դեպքում, ոչ մի խոստման դեպքում չէին նայում Մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, այնպես էլ մեր օրերում ոչ մի կերպ չի կարելի սեղմել մեր օրերի այդ Մեդուզա Գորգոնայի ձեռքը։ Պետք է ուղղակի անկախ խոստումներից, անկախ սպառնալիքներից մաքուր մնացեք։ Մի գնացեք այդ ինքնաոչնչացման ճանապարհով։ Մի քիչ դիմացեք, մի կուլ տվեք այդ խայծը։